Տիրոջ օրհնությունները ձեզանից ամեն մեկի հետ լինի, սիրելի հեռուստադիտող բարեկամներ, մեկ համար կուզեմ կարդալ Աստծո խոսքից, Պետրոս առաքյալի գրած առաջի թղթից 3-րդ գլուխ եւ 15 համարը հետեւյալն է ասում. Տեր Աստվածը սրտերիդ մեծ սուրբ պահեցեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու բոլոր նրանց, որոնք ձեր ունեցած հույսի մասին կհարցնեն։ Որպես նշանաբան ընդունելով այս համարը միշտ պատրաստ լինել մեր ունեցած հույսի մասին խոսելու, որն է մեր ունեցած հույսը, Տեր Հիսուս Քրիստոս, ում արյան միջոցով կա մեղքերի թողություն, ումով կա հավիտենական կյանք եւ ճանապարհ դեպի երկինք, եւ ջանում ենք սիրելներ ամեն անգամ մեր ունեցած հույսի մասին ձեզ էլ պատմել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր այս հույսը չունեն, նրանք եւս ունենան։ Այսօր մենք գտնվում ենք Քրիստոսով մի սիրելի քրոջ տանը, Մարի քույր Քասարջյան, եւ պիտի ջանանք նրա հետ միասին հոգեոր հաղորդակցություն ունենալ եւ նաեւ ձեզ էլ մասնակից անել այդ հաղորդակցությանը։ Մարի քույր, խնդրեմ դուք ունեք առիթը ողջունելու մեր սիրելի հեռուստադիտողներին։ Ինձ համար մեծ ուրախություն է այս առիթը, որ ցեզի հետ մասնակցեմ անջշմարտությունները, որ Տերը իր շնորհքով իմ կյանքիս մեջ արած է, եւ մասնավոր շնորհակալություն կհայտնեմ մեր եղբայրներուն, որ այս առիթը ինձ շնորհեցին Տերոջ շնորհքով։ Մարի քույր, որպեսզի մեր սիրելի հեռուստադիտողները ինչ որ չափով ձեզ ճանաչեն, կխնդրեի, որպեսզի ձեր անձնական վկայությունը բերեք, ձեր փորձառությունը Քրիստոսը ճանաչելու մեջ, խնդրեմ։ Մեծ ուրախությունով պիտի յանել զայն։ Ես ծնած եմ հոգևոր ընտանիքի մեջ։ Հայրիկս Դամասկոսի եկեղեցվո, եղբայրության եկեղեցվո առաջնորդներն մեկն էր, եւ ին մանուկ հասակես իրենք սորվեցուցին ինձի Հիսուս Քրիստոսի մասին, թե ան է մեր փրկիչը, ամբողջ աշխարհի փրկիչը։ Ճշմարտությունները շատ լավ գիտեի, իբրև Բստիկ աղջիկ 7 կամ 8 տարեկան կհիշեմ Պատվելի Ճիզմեջյանը եկած էր մեր տունը եւ զիս կանչելով զիս հարցակնեց եւ երբ իր բոլոր հարցումներուն պատասխանեցի Աստվածաշունչեն անշուշտ դառնալով հորս ասավ գիտես հայկազուն եղբայրս աղջիկը առաջվա պատվելիներեն ավելի սուրբ գիրքը գիտե որովհետև ծնողքս մանկութենեն թե ամեն առավոտուն պաշտամունք կունենայինք կանուխ ելնելով եւ հայրիկս ադիկա երբեք զանգ չէր կրնարնել նույնիսկ երբ որ կուշանայինք դպրոցեն քիչմը կսեր ավելի կանուխ ելեք ասիկա ամեն արդու պիտի ունենանք եւ նույն ադեն մեզի գարաչնորթեր որ մենք անցնապես Աստվածաշունչը կարդանք Եվ ես իբրև բստիկ աղջիկ կսեի ես կգարթամ սուրբ գիրքը միս գիրքերեն ավելի տարբեր բանը չէ ինչու հայրիկս այսպես կստիպեմ ես որովհետև հոգևոր աչքերս տակավին բացված չէին եւ հիմա շատ լավ կհասկանամ երբ որ մարդիկ կսեն Մարի քույր մենք Աստվածաշունչը կգարթանք բայց չենք հասկանար Ուրեմն ասպեսով մեծա եւ որ մեծացի ես ապաշխարություն մնալ ունեցա 7 կամ 8 տարեկանից մեջ եւ ինքս Տերոջը հանձնեցի իբրև մանուկ անշուշտ իմ հասկացած չափովս եւ որ մեծա Աստվածային բոլոր սկզբունքները Աստվածաշունչի կյանքիս մեջ էին Եվ որ մարդիկ կդիտեին զիս, կսեին ինչ ահավոր աղջիկ է աս աղջիկը, ինչ քրիստոնյա աղջիկ է, ամենայն զգուշությունով, ինչ որ քրիստոնյամը պետք է ապրեր, այդպես կապրեի։ Եվ նույն ադեմ փոքր հասակից, երբ որ փոքր կսեմ 13-14 տարեկան էի, մեր Սանդեյ սկուլի ուսուցիչը հարավային Ամերիկա մեկնեցավ եւ հայրիկս ասավ դու պիտի սորվեցնես ասի հայրիկ ինձ մեջ աշակերտներ կան դու գրնասնել ասավ հայրիկս նկատած էր որ ուսուցանելու կարողություն ունի որովհետեւ ծորեգա հայրիկս կներ ընտանեկան պաշտամունքը ես ակիշերը կնեի եղբայրներս քույրերս կհավաքեի ինձ մեզ այդ 2 քույր եւ 3 եղբայր ունիմ Եվ քիշերը իրենց Աստվածաշունչը կսորվեցնեի։
Ուրեմն բստիկ հասակես երկու տարբեր գրագորյա դպրոցներու մեջ ուսուցչություն եղած եմ եղբայրության եւ Նազրին հայ նազովրեցված եկեղեցու մեջ բայց եւ այնպես զարմանալի օրեն սրտիս մեջ բարապություն մգար ես աչեի գիտեր թե ինչ է եւ անանք իբրև երիտասարդուհի մը ամեն բան ունեի որ երջանի գլայի բստիկ հասակես ամուսնացա դերը մեզի անուշիկ սավակներ տվավ եւ ամեն կերպով քրիստոնեական կյանքը կապրի բայց բան մը պակաս կար մեջս եւ չէի գիտեր թե այդ պակասը ինչ էր ուրեմն օրմը թուրը կոչեցի սենյակից եւ ծունկի եկա եւ ասի Տեր Հիսուս Թունզիս գիտես, ես ինքս չեմ գիտեր։ Փամը պակաս է մեջս, ինչ է այդ պակասը, ես այդ չեմ գիտեր։ Բայց քանի որ թունես զիսը ստեղծողը, այդ պակասը հաջիստուր ինձի։ Գամ դուրսի, ճիշտ այսպես, որովհետև ցանցրացած է կյանքես եւ կփնտրի այդ լեցունությունը։ Հոգեվոր կյանքի լեցունությունը կփնտրեի։ Գտեսնեի զայն իմ ծնողքիս մեջ, թե ինչպես իրենց նեղություններու մեջ կրնային դերը փարավորել, միասին երկել, երջանկություն ունեին, որտեղ Սուրբ Հոգին բդուն է, սեր, խնդություն, խաղաղություն, եւ սիով դեր փամը պակաս է մեջս, եւ այդ պակասը ինչ որ է, դու գիտես, դու ես իմ ստեղծիչս, դու ես իմ Աստվածս, ամեն բան գիտես իմ մասիս Ուրեմն ինչ որ է այդ պակասս, հիմա ինձի դուր, ես ծունգերես պիտի չելեմ, ծունգիս վրա պիտի սպասեմ մինչև ինձի դաս, գամ դուր և գամ ես պատրաստ եմ մերնելու զիս փոխադրե, այդ աստիճանի ծարավ էի դերոջը, և երբ ծունգի վրա էի և կսպասեի, հավատքով որ դերը պիտի դա, կարծես մեկ անգամեն բոլոր խորհուրդներս, միտքս բարբվեցավ, համարմը միայն, այն ադեն ես չէի գիտեր ինչ է tape recording-ը, բայց ճիշտ կարծես մտքիս մեջ tape recording մներ, որ կգործեր, և այս էր համարը, անոր որդվույն Հիսուս Քրիստոսի արյունը, քեզ ամեն մեղքե կսրբի, և նորեն կրկնվեցավ, Մարի, անոր որդվույն Հիսուս Քրիստոսի արյունը քեզ ամեն մեղքե կսրբի եւ կրկնվեցավ որքան չեմ իշեր հանկարծ խավարը փարադեցավ մտքիս մեջ մինչ այդ միշտ կխորեի որ իմ արդարությունս է իմ արդարություն եւ մարդիկ քաչալերին ադիկային մեջս եւ ես կխորեի իմ արդարությունս է եւ երբ որ բստիկ սխալ մընեի դխրությունը կդիրեր սրտիս մեջ եւ միշտ կխորեի եթե այդ բզդիկ սխալին համար քանի որ Աստված սուրբ է եւ եթե ես այս իրգուն մեռնիմ այս սխալով չեմ գնար Աստծո առջև կայնիլ ուր պիտի երթամ դժոխք պիտի երթամ հանկարծ այս համար որ գիտեի քանի անգամ կարդացել էի հանկարծ այս համարը Սուրբ Գիրքը լուսավորեց միտքս եւ սիրտս որ ես չեմ իմ արդարությունս չէ Դեր Հիսուս Քրիստոսի արյունը կատարյալ արդարությունը ես կատարյալ չեմ գրնարելալ ոչ թե գործերեն կսի Աստծո խոսքը Եփեսացիս 2-րդ գլխում մեջ ոչ թե գործերեն որ մեկը չի բարձի հապա շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով այս հավատքն ալ դերոջը բարգևն է այդ օրը այդ վարգյանը այս հավատքը սիրտս իջավ խավարը վերցավ լույսը պատեց կյանքս ուրախությունը պատեց զիս երջանկությունը որ չեմ կրնար բացատրել եւ Սուրբ Հոգիին բդուղը սերը խնդություն խաղաղություն երկամտություն քաղցրություն, փարություն, ժժգալություն, ասում ոչ թե իմ չանքերովս անկարելի էր որ ունեի, դերը լեցուցիս, և ոտքի ելա, այնպեսի ուրախությունով որ
չեմ գնալ բացատրել։ Եվ Մարիկուր, այս վկայությունը կարծում եմ շատերին պիտի օգնի, որովհետև շատեր կան, որոնք անձնական արդարությամբ, իրենց անձնական սրբությամբ են Աստծուն մոտենում եւ ձախողում են։ շատ շիտակ ես։ Ես անոնց մեկն էի։ Հիշում եմ Բիլի Գրամի տղան, Ֆրանկլին Գրամը, մի անգամ երբ որ իր վկայությունն էր տալիս, ճիշտ նույն ձևով պատմում էր, որ փոքրուց Աստծո խոսքը լսել է, իր հայրը մեծ քարոզիչ, իրենց տան մեջ ամեն վարքյան այդ խոսքը եղել է։ Եվ ասում է 19 տարեկանին նոր իմ սիրտս ամբողջությամբ բացեցի Տիրոջ առջև, միջև այդ կարծում էի, որ ես շատ լավ քրիստոնյա եմ։ Ես մեկն եմ, որ անպայման պիտի փրկվեմ, եթե ես չփրկվեմ, ով պիտի փրկվի։ Սակայն Աստված մի ճշմարտություն է մեզ բացում, որ մենք բնությամբ մեղավոր ենք, արդար չկա եւ ոչ մեկը։ Ամեն։ Ամենքը մեղ գործեցին եւ Աստծո փառքից պակասած։ Խնդրեմ ձեր հետաքրքիր վկայության շարունակությունը։ Եվ այսպես Թուրսեն փամը չի փոխվեցա, որովհետև ինչպես ես իբրև քրիստոնյա գաբրեի Թուրսիներզիս քրիստոնյա, որովհետև գիտեի ինչպես պետք է ապրի։ Զարմանալին անիկա է, որ քիչ առաջ ինչպես ասա Վարդան եղբայրը, ոչ թե կորձերեն, որ մեկը չի բարձի, մեր արդարությունը չէ երբեք։ Անկարելի է, որ իմ արդարությունս հագեցնե Սուրբ Աստվածը, որովհետև կատարյալ չեմ, իմ բոլոր կատարելությանս մեջ ես անկատար եմ։ Այո։ Եվ որ Եսայի մարգարեն դերը տեսավ, իր անկատարելությունը տեսավ եւ ասավ բիղձ եմ եւ բիղձ շրթունք ունեցող մարդոց մեջ կփնագիմ մինչեւ որ այդ երկինքի գրագը իր շրթունքներուն տպավ այդ քիշեր իմ ծնգերուս վրա երկինքի գրագը ինձի տպավ Սուրբ Հոգին գրագը եւ այնպեսի ինչպես էսի ալ վստահությունը փրկությանս վստահությունը որ դերը գուտա եւ անոր սերը ինչպես կգրեգ Պետրոս Արաքյալ գսի Աստծո սերը ծեր սրտերու մեջ տարածված է եւ գզարմանայի գսի անպես մը գսիրե ինչպես Տեր Հիսուս քեզ ասպես կրնամ սիրել որ երբեք չեմ տեսած քեզ բայց հավատքի աչքերս տեսան սինքը եւ հոփի պես կրնամ ասել ինչ որ հոփսավ ես կոմասիտ ականջիլերով լսած էի բայց հիմա աչքերս կտեսնեն քեզ Աստված արդոնեց որ ցանկի դժվարությունները անցնիմ եւ ադոնք բոլորս ավելի զտեցին մակրեցին որովհետեւ ինչպես երկը գսե անթաթար կաշխատի զտելին ոսկիս եւ ատնեղություններուս մեջ անոնք որոնք զիս մոդեն կճանչնային օրը մեկը եկավ ինձ եւ ասավ Մարի Դու նիրավ ուրախ ես, որտեվ գիտեր, որ ինչ նեղություններ եք անցնեինք, տարբեր, իրենսի միանաս կան գրնամ բացատրել քեզի, անքան ուրախ եմ, որ եթե անկլիո թակուհին կա, այսօր հիմա, եւ ինձ ես է Մարի իմ թակս ես քեզի գուտամ, ինչ որ թունունիս, աս ուրախությունը ինձի դուր չեմ դարսի։ Անհամեմատելի է։ Անհամամ։ Եվ հիմա նույնն եմ ես։ Հիմա եթե մեկը կա, թակուհի կամ ոչ թակուհի կամ ո՞ր մեկ նախանցելի անց մարդոց աչքով։ Եվ ասե Մարի, ես պատրաստ եմ քեզի տալու իմ թիրքս, հարստությունս, իմ ուսումս, whatever։ Միայն գուզեմ քու ուրախությունը ունենալ չեմ դար։ Իրեն գսեմ թունագրնաս ունենալ, որը Տեր Հիսուսի կով աչարություն չի գա։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չի գործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Տեր Հիսուսի ամեն մեկ առակը, ամեն մեկ պատմածը մի գանձ է։ Եվ հաճախ դրանք որպես օրինակ վերցնում ենք եւ այն համապատասխանում է մեր կյանքին։ Ինքը մի պատմություն պատմեց Փարիսեցու եւ Մաքսավորի վերաբերյալ։ Թերևս այս կյանքի մեջ շատերը շատ ավելի անհամեմատ քաղաքավարի փարիսեցիներ են։ Արտաքինից շատ ավելի լավ,
բայց Աստված ուզում է որ մենք մաքսավորի նման մեր կուրծքը ծեծենք եւ ասենք Տեր ողորմի ինձ մեղավորիս Amen. Սա է ամբողջ հավատքի կյանքի առաջին սկզբունքը foundation-ը սա է որ մեկը հասկանա որ ինքը մեղավոր է Աստծո առջև եւ ինքը պետքություն ունի փրկչի Այո Այո ճիշտ այդպես Վարդան եղբայր եւ ասի շնորհք մնի Այո Ուղղակի շնորհք է եւ ովևէ մեկ անհատի համար փած է Փած թուր մգավորում մեջ են խաչին փայլունությունը ցույց կտա մեզի փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի արույնը Առաջին Հովաննու առաջին գլուխ 7-8 համարներում մեջ մեզ այսինքն մեզ մեղավորներս չկա մեղքը որ այնքան մեծը լա որ Հիսուսը ասե որ ասի չեմ ներեր քեզի Միայն մեկ մեղք կա որ գրված է Այո. չի ներվի դա էլ Հիսուսը մերժելն է Այո ես հալանոր կհավատամ Այլապես բոլոր մեղքերը շնություն, հպարտություն եւ ինչպիսի որ մեղք է լինի, մենք Սուրբ գրքի օրինակներ ունենք։ Այո։ Այդ անառակ կնոջը բերեցին Տեր Հիսուսի մոտ եւ նա արդարացած գնաց եւ աչակողմյան ավազակը արդարացավ։ Բայց միայն մի մեղք կա, որ երբեք չի արդարացվի, սա Սուրբ Հոգու դեմ եղած հայությունն է, երբ որ մեկը իր կյանքի ամբողջ ընթացքին ասում է ոչ Exactly Եվ գիտեք Վարդան եղբայր ես շատ կհավատամ ադոր որովհետև ես կհավատամ որ մթատաստանին արչև երբ որ ելենք Աստծո որ պիտի ելենք Այո ամեն անհատ Աստծո արչև պիտի ելե իր թատաստանին արչևը Եվ կխորին որ անհատը ինքսինք պիտի թատապարտե երբ տեսնի Քրիստոսի սերը Աստվածությունը ուրացավ Աստված աստուծմե արարիչ եւ ոչ արարած Տեր Հիսուս Քրիստոս իր աստվածությունը ուրացավ գույսիմը մարմնի մեջ մարդացավ Այո եւ երկինքի ջոխությունը ուրացավ աշխարհ եկավ որպեսզի զիս եւ ամեն մեկ անհատ որ մեղավոր է ինչպես ասիկ ամենքս մեղ կործեցինք եւ Աստծո փառքեն բացած ենք արդարը չի գա մեկ ալ չի գա Շատ հաճախ մարդիկ ասում են որ Ադամը եւ Եվան թող գնան իրենք պատասխան տան իրենց արածի համար առանց անդրադառնալու որ մենք էլ լինենք նրանց փոխարեն մենք էլ նույն մեղքը պիտի գործենք եւ այն մեղավոր բնությունը որ նրանք իրենց մեջ կրեցին ժառանգաբար մեր հայրերից միջև մեզ հասավ եւ մենք էլ այդ մեղքով վարակված ենք ճիշտ Հիմա ինչպես Եսայի մարգարեն ասում է առանց ստակի այո եկեք եւ ծախվարեք առանց ստակի մենք մեղավոր եղանք ձրիել պիտի արդարանանք այսինքն ոչինչ չարեցինք մեղավոր ծնվեցինք բայց ձրի է արդարացումը ինձ եկեք բոլոր հոգնածներ բեռնավորվածներ ձեր մեղքերով հանդերձ ինչպես որ կաք եկեք եւ իմ լուծը սարեք որ թեթև Amen Գիտեք ես կխորին Վարդան եղբայր ասիկա ծրի է բայց աժան չեղավ Աստված չկա քինը երկինքի եւ երկրի վրա որ կրնա ասոր քինը վճարել անոր համար ծրի է չեն կրնար վճարել ինքը վճարեց Երբ որ որևէ անհատ այս աշխարհից հեռանում է այդ մարմինը մի քանի ժամ հետո արդեն սառած է այդ արյունը սառեց եւ գնաց այդ արյունը ապականացու էր վերջացավ հող պիտի դառնա 2000 տարի է խաչի վրա թափված այդ արյունը կենսունակ է միջև այսօր ամեն մեղքեր սրբելու այդ կարողություն ունի միայն թե մարդիկ գան փրկչին եւ այդ շնորհքը պիտի գտնեն Amen. Եվ գսե խնդրեցեք եւ պիտի դրվի ցեսի, թուրը զարգեք եւ պիտի բացվի։ Որևէ մեկը որ հիմա մեզի մտիկ կնի, եթե միայն խնդրե, եւ ասե Տեր Հիսուս, ես ագուզեմ ասիկա, ինձի աշնորհե, եւ Տերը հոն է, ճիշտ հոն է, որովհետեւ գսե երբ դու աղոտ կնես, մտիր քու ներքին սենյակդ եւ աղոտ գրեք ու երկնավոր հորդ, որ քաղդուկ տեղ կփնակի եւ քաղդուկը կտեսնի։
եւ հայրդ որ քաղդուկը կտեսնի քեզի հայտնաբես հատուցում պիտի անե Այս քաղցը զրույցը ընդմիջենք հոգևոր մի երկով քանի որ Հակոբ եղբայրն էլ մեզ նշան է անում ժամը եկավ ընդմիջման եւ հետո մեր զրույցը կշարունակենք մեր սիրելի հեռուստադիտողների հետ միասին ինչու՞ չէ Սիրելիներ, շարունակում ենք մեր հաղորդումը, ինչպես նշեցինք սկզբում, մենք հյուրընկալված ենք Մարիքույր Քասարջյանի տանը եւ Մարիքույրը առաջին մասում իր վկայությունը բերեց, բայց չավարտեց, հիմա պիտի խնդրենք, որ շարունակի այդ վկայությունը, խնդրեմ։ Ուրախությունով պիտի շարունակեմ, Աստված ինձի ամուսին մտվավ, ամուսնացա, վերապատվել է Հակոբ Քասարջյան որ հոս Ամերիկա քալեն վերջը դերը իրեն թռներ փացավ իր ուսումը շարունակեց եւ դիրացավ գարկմտիթոսներու PhD եւ ThD եւ դերը մեզի թռներ փացավ որպեսի մեր հոգեվոր կորձը շարունակենք արդեն իբրև հոգեվոր կորձավոր պատվելի հոս եկավ Եվ անալ հրաշք մներ, աստված մեկ հրաշքեն ուրիշ հրաշքմը մեզ առաջնորդեց և հոս եկանք, դերը մեզի մանչպը և երկու զավակներ շնորհեց, մանչս դղաս UCLA-ին շրջանավարդ է,
աղջիկս PhD candidate University of Chicago եւ բստիկ աղջիկս ալ Cal-Poly են շրջանավարտ է եւ մեր դերը մեզի դված է 4 թորնիկներ 2 աղջիկ եւ 2 տղա եւ Փարքուդամ դերոջը որ շնորհալի զավակներ են գաղութեն որ Աստված իրենց ավելի հոգեվորապես այցելի այս երկրի մեջ երիտասարդ անձեր որոնք դերոջը մոդ են եւ դերը կճանչնան եւ դերոջմով կկործեն եւ դերոջը ցանկը կապրին խիստ թանկագին են դերոջը անոր համար միշտ գաղութեմ որ դերս իրենք մանկական ապաշխարություններ ունեցան եւ մեծան հոգեվոր կյանքի մեջ բայց հիմա որ աշխարհի մեջ են գաղութեն որ դերս իրենք աշխարհեն բահե եւ ինչպես Հիսուսը ասա չեմ աղոթերսա որ զանոնք աշխարհեն վերցնես հաբա աշխարհեն բահես եւ ինչպես ասի ոգիգնի մեջ էինք ես առաջին մեր հոգեվոր գործունեությունը սկսանք ոգիգնի ավետարանական եկեղեցվո մեջ 4 տարի հոնցարայել եմ վերջը Կալիֆոռնիա փոխադրվեցանք եւ 10 տարիներ ամուսինս հրավիրվեցավ Լոս Անջելեսի մեջ Community of House of God եկեղեցին որ անգլիախոս էին անշուշտ իբրև հայկական եկեղեցի սկսեր է շադոնց բայց վերջը ամերիկացած են որովհետև ամերիկացիներով հետ ամուսնացած են եւ նույնիսկ հայերը չէին գիտեր հայերեն եւ շատ կուրախանային երբ կլսեին մի քանի սերունդներ անցել այո մի քանի սերունդներ անցել են ուրեմն 10 տարիներ հոնցարայել են վերջը դերը մեզի ուրիշ թուրմը բարձավ First Church of Nazarene որ միան իբրև անդամ կացած էինք հոն բայց դերը թուրը բարձավ եւ հոն ամուսինս ծարայեց միասնապար ծարայեցինք Disciples Class-ի մեջ որ արդեն եկեղեցի մներ ինքնիրոյն 120 հոգի ավելի աշակերտություն կար եւ ավելի աշացավ Փարքաստո դերը մեզ հոն օրհնեց անգևերջ անշուշտ եղբայրության եկեղեցվո մեջ senior դարին Սանտի իսկուլի մեջ կորցեցինք մինչ այդ Մանտեբելոյի եկեղեցին մեզ կանչեց որ իրենց հովական կորցը կատարենք 5 տարի ալ կարծեմ հոն էինք անգևերջը հայ եղբայրներու եկեղեցին ուր 12 տարի ծառայեցինք անակ եղավ որ Աստված հարմար տեսավ որ 2003-ին ամուսինս երկինք փոխադրեն Օրհնյալ է Տիրոջ կամքը Տիրոջ կամքը օրհնյալը լա այո թիրուն չեր անշուշտ որովհետև մարմնի մեջ ենք այո բայց Փարքը լադերոջը որ իր խոսքովը միշտ զորացուցիս Ես քանի որ հույս ունենք եւ գիտենք որ բաժանումը ժամանակավոր է եթե Տեր Հիսուս այս վայրկյանին հայտնվի մենք մեր սիրելիներին երկնքի մեջ պիտի տեսնենք ամեն եւ զարմանալի է եւ որ ասի միշտ կուզեմ վկայել որովհետեւ գիտեմ հերացայներ ալ կառնեմ անցերը որոնք ամուսիններ գործընծած են եւ անմխիթար են եւ ինձ կարծեն դու ինչպես ըրիր ես իրենց կսեմ ես ալանցայեմ բոլոր սկացումներեն որ դուք կանցնիք միայն մեկ տարբերությունով որ երբ այս սկացումները զիս կպատեն եւ գամ դխրությունը թշնամին կբերե որ զիս պատե depression ամիջապես դերոջը կդառնա ամիջապես ով դեր թուն հոսես թուն կովսես այո իմ սիրելի ամուսինս ինձ մե փաշնվեցավ բայց դու երբեք չես փաշնվիր դու միշտ ինձ ես եւ համանալ որ պատահեցավ գուզեմ մասնակիցն էլ ցեզ եւ մեր ունգընտիրները անալ եւ որ ամուսինս հիվանդ էր շատ հիվանդ վերջին օրներ գերեվի թե կամ 2 օր առաջ էր ինձ եսա որ գիտես ասավ դու պետք է որոշում անես որովհետև ամուսինդ ասանք չգրնար ապրիլ եւ ինձ եսա պայմանները սիրտը որքան դկար է չփափախեր եւ այլն ես տուն եկա արտվա ժամը 4-ն էր եւ Աստվածաշունչս բացի որ գարտամ աղոթել ես առաջ եւ մասնավոր տեղմություն էի միան բացի եւ այս էր համարը որ Տերը ինձ տվավ Եսայի մեջ
քու ստեղծիչդ քու այրդ է զարմանալի է Աստված ոչ թե միայն մեր բրդիչն է ոչ թե միայն մեր հայրն է ոչ թե Տեր Հիսուս Քրիստոս մեր փեսան է եւ գսե քու ստեղծիչդ քու այրդ է Տեր Հիսուսը սի գամ կդորնյալը լամ են բանի մեջ թեպետև ինձ համար դժվար է բայց սիստորացուց Տերը հոնդիս Տերը սիստորացուց եւ վերջը արդվաշամը 4 նորեն սա որ գիտես Մարիթուն գսորվեցնես որ ամեն բանի մեջ Տերոջը փառտանք բանի համար հոգ մինեք հապա ամեն բանի մեջ գոհությունով մեկտեղ ծեր աղացված Աստծո հայտնի ելան եւ Աստծո խաղաղությունը որ ամեն մտք է վերե ծեր սրտերը ու մտքերը Տեր Հիսուսով պիտի պահպան եւ սիով Տեր փառքը լակեցի եթե ասեք ու կամքը դորնյալը լա եւ մինչեւ այսօրալ երբ ամբերը գուսենցիս պատել միջապես Տերոջը գթարնա որտեւ անիկա մեր մխիթարությունն է մեր կյանքն է եւ անիկա գսե ես քեզ հավիտենական սիրով սիրեցի ես քեզ քո անունովդ կանչեցի դու իմս ես երբ ճուրերեն անցնիս անոնք քեզ պիտի չգողեն երբ գրագեն անցնիս ան քեզ պիտի չվրասե բասնսի ես քեզ սիրեցի եւ քեզ քո անունովդ կանչեցի դու իմս ես Աստծո խոսքը մխիթարություն է հաստատուն խոսք է ամեն այս վարքյանին ասված եւ անցած խոսք չէ մանավանդ եթե այդ խոսքը մենք սեփականացնենք մեր էության մեջ արմատավորվի երբ որ պարագաները գան այդ խոսքը իրապես մեզ պիտի զորացնի հաճախ ենք լսում այս մասը երբ որ կարդացվում է եւ շատ հաճախ բացատրություն չի տրվում Թեսաղոնիկեցիս առաջի Թեսաղոնիկեցիս 4 գլխի մեջ ասում է եղբայրներ չենք ուզում տգետ լինեք ննջեցյանների վրա ինչպես որպեսի չտրտմեք ինչպես ուրիշներ որ հույս չունեն ամեն որտեվ մարդկանց համար մայից այն կողմ ոչինչ չկա գերեզմանը դրվեց փակվեց եւ վերջացավ բայց այստեղ է Աստված պաշտության ամենագլխավոր հույսը որ մենք հավիտենական կյանքի հույս ունենք եւ ասում է քանզի եթե կհավատանք թե Հիսուս մեռավ ու հարություն առավ նույնպես Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերեն նրա հետ վասնզի ասիկա կսեմ ձեզ Տիրոջ խոսքով եթե մենք միջև Տիրոջ գալուստը ողջ մնանք բնավ ննջեցյալներից առաջ պիտի չանցնենք վասնզի Տերը ինքը ազդարության հրամանով հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողով երկնքից պիտի իջնե եւ Քրիստոսով մեռածներ առաջ հարություն պիտի առնեն վերջը մենք էլ որ ողջ մնացած ենք ամպերով պիտի հափշտակվենք Տիրոջ առջև ելնելու ու հավիտյան հետ պիտի լինենք խոսք եթե հավատում ենք այս խոսքին երանելի ենք եթե չենք հավատում այսօր խորենք այս մասին Աստված պարապ խոսք չգրեց ու ծածկեց ու վերջացավ երկինք ու երկիր պիտի անցնի բայց իմ խոսքիցս բնավ նշանագետ չպիտի անցնի բոլորը պիտի կատարվի ամենը պիտի կատարվի զարմացա որ ադի կարդացիկ այս հարավոտուն կկարդայի առաջին Կորինթացիի մեջ այսպես կսե Արաքյալը Պողոս Արաքյալը ահա ցեզի խորուրդ մգզուր 15-րդ գլուխ 15-րդ գլուխ 51-րդ համարը ամենս պիտի չննչենք բայց ամենս ալ պիտի փոխվենք հանգարցակ է աչք կոծել փանալու մեջ վերջին փողին հնչվելու ադենը որովհետև փողը պիտի հնչվի եւ մերելները հարություն պիտի առնեն ինչ առանց ապականության մենք էլ պիտի փոխվենք եւ մենք ալ պիտի փոխվենք վասենսի պետք է որ այս ապականացու մարմինը անապակացու հագնի եւ այս մահկանացուն անմահություն հագնի հավիտյանս հավիտենից մահ չկա որպես ինչ որ գրված է կատարվի ուրեով մահ քո խայթոցդ ուրեով գերեզման քո աղտությունը պարկը լադերոջ ճիշտ այդպես կսե այն ատեմ պիտի կատարվի անոր կրվեցավ թե մահը հաղթության մեջ ընկղմեցավ պարկը լադերոջ անանքյակ մնի ասիգա վարդան եղբայր որ երբեմն ես կզարմանամ որ մարդիկ ինչ մեծ բան կգործընծնեն գերագուրը պատրաստ է
միայն եկուր եւ գեր կսե եւ վայելի Քրիստոս ամենը արավ խաչին վրա եւ վերջին խոսքը որ Հիսուս ասավ խաչին վրա ամեն բան կատարվեց Այո եւ այդ կատարվել բառը հունարեն թելեո բազմաթիվ նշանակություններ ունի որից ամենաառաջինը գրված է վճարվեց ամեն բան վճարվեց քո մեղքերիդ համար վճարվեց քո անօրենություններիդ համար վճարվեց որպեսզի դու ազատվես դրանից Ամեն ճիշտ ատիկա է as բացատրությունն ալգոտարամուսինս որ հռոմեացված ատեն մենք հիմա ինչպես որ մեր բարտը երբ որ կվճարենք կուզենք որ paid in full որ վճարված է հռոմեացված ատենը երբ որ մեկը իր բարտերը կվճարեր կգրեր ամեն բան կատարվեցավ այսինքն բարդ կվճարվեցավ որում բարդ կվճարեց Քրիստոս ասավ ամեն բան կատարվեց ինք անմեղ էր ահա աստծո քարը որ աշխարհի մեղքը կվերցնի իմ մեղքս վճարեց այն բզդիկ մեղքերը որ միտքս կուքային ստախոսություն անհնազանդություն քրոջս հետ եղբորս հետ անվայել վարմունք ասոնք գիտեի որ մեղք են Սուրբ Աստծո արչև ես աս մեղքերով չեմ գնար ելնել աներ որ զիս կվախցներ հանգարց անոր որդվույն Հիսուս Քրիստոսի արույնը սրբեց մաքրեց լվաց եւ այդ զիս ընդունեց իմ եղածիս պես եւ ոչ թե միան ասպստիկ մեղքերը Աստծո արչև մեծ պստիկ մեղք չկա ամենը մեղք են եթե մեկը գրնա ասել որ այո դու մեծ մեղք չես կործած Աստված ներեց քեզի բայց ես շատ մեծ մեղք կործած եմ ես բորբոքություն հրացեմ ես սպանություն հրացեմ ես շինություն հրացեմ Աստված ինձ ալգները պատասխանը այո է հաճախ սատանան խափում է մարդկանց այո որ գիտես ինչ թերևս մյուսները որ գնան Աստված իրենց կընդունի բայց քո մեղքերդ այնքան շատ են որ մի անգամ հիշում եմ մի հայ կին էր որին խոսեցի Աստծո խոսքը ասած տղա ջան գիտես Հիսուս որ մեկին հասնի այդ արյունը որ մեկին մաքրի ասեցի որ սիրելի քույր գիտես Հիսուս Քրիստոսը համայն մարդկության մեղքերի համար մեռավ եւ այդ արյունը բոլոր մեղքերը կմաքրի ինչպես որ երկինք երկրից բարձր է այդ չափ կհեռացնի քո մեղքերը չհիշելու պայմանով անգամ Ամեն եւ գսե նորեն այսօր եբրայեցված մեջ կգարտայի հինադեն աս նոխազը որ ղուրբան կնեին ինչու կնեին ադիգա որովհետեւ իրենք մեղավոր էին եւ Տերոջի հետ հաղորդակցելու համար պետք էր որ մեկը մեռներ քան որ մեղավոր էին ուրեմն Աստված ասավ որ նոխազը պիտի փերեք եւ հանցավորը իր ցերկը պիտի դներ անոր վրա խոստովաներ եւ այդ քարնուկը իր տեղը պիտի մեռներ եւ արդարացած դուրս պիտի ելներ եւ եբրայեցոց մեջ կսե նոխազներու արյունը մեզ չեր կրնար բրկել անոր համար ամեն դարի կրկնություն պիտի լար մադաղ ատկե եկած է մեր ճշմարիտ մադաղը հավիտենական մադաղը Դեր Հիսուս Քրիստոս ինքն է որ հավիտենապես մեզի համար մեռավ մեկ անգամ պատարակ եղավ մեզ արդարացնելու համար հարություն արավ եւ հորը քո աջ ցերկինքով նստած ինձի եւ քեզի համար բարեխոսություն գնե մեր մեծ քահանապետը երկինքը գացած եւ իր միջոցով այդ մարմնի միջոցով մենք երկնային սրբանը մտնելու արտոնություն ունեցանք այո գսե մեզ նստեցուց իրեն հետ եւ այնպեսի երջանիկ կյանք մնե թե հոս թե երկինքի մեջ այս հույսը այս խոստումը 100%-անոց է Տեր Հիսուս իր անսուտն շրթունքներով խոստացավ եւ ասաց ես կգնամ ձեզ համար տեղ կպատրաստեմ նորից կգամ Տեր Հիսուսի երկրորդ գալուստը այդ չափ մոտեցած է մենք տեսնում ենք աշխարհի վիճակը Աստված բավարար իմաստությունը տալիս է քննելու որպեսզի քննենք տեսնենք աշխարհի ինչ վիճակի մեջ է ինչ որ Տեր Հիսուս ասաց վերջին օրերը այս բաները մենք հիմա տեսնում ենք
կատարելապես համընկնում է ինչ որ Տերը խոսեց։ Կզարմանամ ուղակի, կզարմանամ կարծես այսօրվա բանն է որ թերթն է որ կկարդամ, բայց կսե վերջին ադենները կսե մարդիկ պիտլան, անցնասեր, արծաթասեր, աստվածպաշտության գերբարանքը պիտի ունենան, բայց եւ այնպես անոր զորությունը պիտի ուրանան։ Զորություն կա մեծ եւ հրաշալի քարնուգին արյան մեջ։ Քրիստոնեությունը կյանք է։ Հիսուս երբեք չսավ որ ես եկավ որ ցեզի կրոնք բերեմ։ Հիսուսը ասավ ես եկավ որ կյանք ունենաք եւ ալավելին ունենաք։ Մեկը պիտի ասի ես արդեն կապրում մեռած չեմ։ Բայց այդ կյանքը որ Տեր Հիսուս պիտի դա հավիտենական կյանք է։ Անչուրը որ ես քեզի պիտի դամ հավիտենական ճուր է, որ կփխե գսե եւ անոր համար սամարացի կնկանսավ։ Գինասավ դու ինձ ուրգե ճուր պիտի դա սափոր ալչունիս։ Հիսուս ասավ եթե գիտնայիր ով է քեզ մեջ ճուրուսողը, դու իր մեջ ճուր պիտի ուզեիր։ Այո, բաղտիրը։ Եվ ասավ այն ճուրը որ ես քեզի կտամ, հավիտյան պիտի ծարավի, հավիտյան։ Վերստին ծննդյան այդ սքանչելի փորձառությունը պետք է որ ամեն անհատ ունենա փրկվելու համար։ Սա պայման է, որովհետև Տեր Հիսուս Նիկոդիմոսին ասաց. եթե մեկը վերևից, հոգից, ավելացնենք, խոսքից Այո, չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը մտնել։ Սա ուրեմն պայման է։ Այո, մենք կարող ենք լինել քրիստոնյա, ավանդապաշտ, սենունդներով քրիստոնյա, եւ մենք իբրև ասկ 1700 տարի եւ ավելի քրիստոնյաներ ենք, սակայն քրիստոնեությունը անհատական փորձառություն է Աստծո հետ Տեր Հիսուսի միջոցով։ ամեն։ Եվ եթե այդ փորձառությունը մենք չունենք, պիտի ջանանք 1 վայրկյան շուտ ունենալ, որովհետև Տիրոջ գալուստը մոտ է։ Սա իբրև ազդարարություն բոլոր նրանց համար, ովքեր որ տնտմում են, ովքեր որ դեռևս որոշում չեն ընդունում, ասում են, գիտես, երիտասարդ եմ դեռ, ես դեռ դասեր ունեմ, դեռ պիտի ավարտեմ, դեռ աշխատանք պիտի գտնեմ, ընտանիք պիտի կազմեմ, երբ որ ծերանամ, երբ որ թորնիկներ ունենամ, ժամանակ շատ կունենամ, այն ժամանակ Հիսուսին որպես փրկիչ կընդունեմ։ Սիրելիս, եթե Տերը այս պահին վաղը կամ մի քանի օր հետո հայտնվի, դու իր թագավորությունից դուրս պիտի մնաս։ Ուստի Տերը ասում է այսօր ընդունի, որոշումդ այսօր կայացրա, երբ որ Տիրոջ խոսքը կլսես, քո սիրտը մի խստացրու։ Եթե նկարագրի դեր օրենքի հետևող անհատ մկար Նիկոդիմոսներ, հրյաներու մեջ իշխան, այդպես կսե թուն որ իշխան մնես, եւ փարիսեցիները միայն 5% էին այնադեն ապրող ժողովրդին եւ 5 կտակարանի մեծամասնությունը պետք է թե կոծորվեին եւ թե կատարեին եւ այս մարդը անոնց մեկն էր եւ այս մարդը Հիսուսի մեջ փամը տեսավ որ ինք չուներ խելացի մարդ էր եւ իրուկունով Հիսուսի քով եկավ եւ ասավ գիտենք որ դու Աստծո ես Երևակայեցեք փարիսեցիները, որ Հիսուսը գնախատեին, չէին սիրեր, գնախանցեին, բայց գիտեին, որ Հիսուս Աստծո էր եւ մտիկ չրին իրեն։ Այո։ Ուրեմն Հիսուսի քով եկավ եւ ասավ. մենք գիտենք, որ դու Աստծո ես, որովհետեւ այս նշանները եւ հրաշքները ուրիշ մեկը չի գրնարնել, եթե Աստծո մեջ չլա։ Հիսուս այս մարդու մեջ տեսավ ասպարաբությունը, իր բոլոր կոմպլիմենտները մեկ կոնտրավ Եվ ասավ Նիկոդիմոս պետք է քեզի նորեն ծնալիլ։ Այո, այո։ Իսավ ինչպես կրնամ ես նորեն ծնալիլ։ Ձեր մեկն եմ ինչպես կրնամ մորս որովայնը մտնել եւ նորեն չգրծավ հասկանալ։ Ասաց Տեր Հիսուս ասաց ձեզ երկրավոր բաներ եմ խոսում ու դուք չեք հասկանում։ Երկնայինը որ խոսեմ ինչպես պիտի հասկանաք։ Բայց քիչ մարաջ որ փամ ասիկ նոր ճշմարտությունը միտքս բերավ որ շատերս մանավանդ մենք հայ ասկը շատը բարդ ենք մեր անցյալով որ մենք առաջին ասկը եղած ենք քրիստոնեությունը ընդունելու եւ շիտակ է եւ անոր համար Աստծո փառք կտանք այո բայց այդ քրիստոնեությունը որ ընդունեց մեր կառավարությունը
եկավ մեզի Գրիգոր Լուսավորիչի կողմանը, որ Գրիգոր Լուսավորիչ լուսավորված էր ճշմարիտ լույսը, որ էր Տեր Հիսուս Քրիստոս։ Ասավ ես եւ ճշմարիտ լույսը։ Եվ երբ որ թագավորը իրեն ասավ մեծ նախարար մներ ինքը թեպետև բարթև էր, բայց մեր թագավորին շատ մոտ էր։ Ուրեմն մեր թագավորը կարծեմ դրթատ թագավորները ասավ ես պիտի երթամ Մեհյան եւ գուզեմ որ քու ցերքիդ վրա իմ ցերքս հանգեցնելով Մեհյանը մտնանք եւ Գրիգորը ասավ ես չեմ գրնար։ Ինչս էլ գուզես սավասի ամենամեծ բադիվն է, ասա որովհետեւ ես քրիստոնյա եմ։ Ես Տեր Հիսուսը ընդունեցի։ Ճիշտ նույն փորձառություն ունեցավ, ինչպես հիմա մենք կվկայենք։ Տեր Հիսուս Քրիստոսի լույսը լուսավորեց եւ ինք այդ լույսով լուսավորեց հայ աշխարհը։ Թեպետև ասկովին քրիստոնեություն ընդունվեցավ, բայց շատեր տակավին գրապաշտություն գնային քախնի։ Ինչու գիտենք, որովհետև ինչպես ասիկ վերստին ծնունդը անհատական է։ Այո։ Ամեն մարդ որ աշխարհ գծնի անհատ գծնի նույնն է հոգևորը նայեցեք որովհետև սկսե ճշմարիտ կսեմ քեզի եթե մարդ մչուրեն ու հոգիեն չի ծնանի չի գրնար Աստծո ցակավորությունը մտնել մարմինեն ծնածը մարմին է Այո։ ու հոգիեն ծնածը հոգի ինչպես մարմինեն ես անհատապես ծնա նույնպես հոգիեն անհատապես պետք է ծնի պայման է տարբեր առիթներով ասել ենք, որ Աստված թորնիկներ չունի։ Exactly. Աստված միայն որդիներ ունի։ Amen. Երբ որ ասում ենք որդիներ, նաև դուստրեր ի նկատի ունենք, հետևաբար սա մեզ թելադրում է, որ անհատապես ամեն մարդ պիտի ինքը որոշում առնի։ Իմ հորս հավատքին չի կարող փրկել, ոչ էլ իմ հավատքս կարող է փրկել իմ զավակից։ Exactly. Ուրեմն ամեն մեկը ինքը որոշում պիտի առնի եւ Աստված մեզ տվել է ազատ կամք, Աստված մեզ տվել է բանականություն եւ իր խոսքը ճշմարիտ խոսքը, որ Եկսայրի սուրի նման մեր հոգին շունչը եւ մարմինը միջև կհասնի եւ ամեն մեր ծուծը եւ ամեն խորհուրդները կքննի եւ նրա արժե որևէ բան չկա որ փակված լինի։ Ոստի Սերներ մենք գործածենք, այս խոսքը մենք գործածենք, ճշմարիտ խոսք, իրական խոսք, անխարդախ կատ։ Աստծո խոսքը, երբ համենալ, որ միշտ ուշադրությունս գրաված է, զարմանալի է, որ Հիսուս ամեն մարդուն հասկացած ձևով կմոտենա։ Հիմա բանը Նիկոդիմոսը օրենքը գիտեր, խելացի մարդ էր, իրեն օրենքով մոտեցավ։ Ինչպես ասավ Մովսես անապատի մեջ օծը բարձրացուց, այնպես էլ պետք է որդի մարդու բարձրանա։ Եվ ինչ էր ադիգա, գսե օծին նայողը պիտի բժշկվեր, խաչին նայողը պիտի բժշկվի։ Քիչ առաջ կգարտայի Սպրճենին կյանքը, թե ինչպես Տերոջը եկավ։ Սպրճենը մինչև այսօր ինչպես գիտեք, ըսված է քարոզիչներու իշխան։ Որտեղ ինք փաստապան մներ Անգլիայի մեջ եւ պատվելի տղա էր բայց վերստին ծնունդ չուներ եւ կփնդրեր քիչ առաջ կգարտայի գսե եկեղեցի չի մնաց իմ քաղաքիս մեջ որ չայցելեմ չունեի գսե miserable ես գսե անդանելի վիճակի մեջ էի երիտասարդ տարիքիս մեջ կփնդրեի եւ ինձ գսեին հավատա բայց ինչ է ինչպես պիտի հավատամ չէի գրնար որ մնալ գսե իր գունը ցույն եկած էր զորավոր ցույն եւ գսե քիշերը գերտայի եւ տեսա գսե որ բստիկ մադուրը մթուրը փած է ուրեմն ներս մտա գսե մի քանի հոգիներ հավաքված էին եւ գսե քանի որ ցույնը զորավոր եկած էր ճամփաները կոծեր պատվելի չի գար եղբայրը ելավ գսե ոտքի եւ ասավ ով երկրի ծայրերը ինձի նայեցեք եւ պիտի փրկվիք ով երկրի ծայրերը ինձի նայեցեք ու պիտի փրկվիք այս մարդը գսե դքետ մարդ մներ անուսեր բայց գսե այնքան կրկնեց որովհետեւ գերեւի ըսելիք չուներ գսե եւ ասա որ գսե աստված չսեր որ ոտքովդ մարզան կրե ասքան թրամ դուր ասինչ տեղ կնա անինչ տեղ կնա մատաղրե աստված գսե ինձի նայե եւ պիտի փրկվիս
Ճիշտ Նիկոդիմոսի գսե ինչպես օծը բարձրացուց, այնպես որ դիմարտո պիտի բարձրանա, ամենով որ աթհավատքով նայի, պիտի փրկվի, եւ գսե հանգարց, քիծային չսել է դերոջը հավատքով նայի, ճիշտ ինձի պես, ես հալատպես էի, I was miserable, բոլոր իմ արդարությունովս ես ուրախություն չունեի, անդանելի վիճակ մունեի, բայց երբ նայեցա այն աղբյուրին, որ բացված էր ասմեղքիս, հետևեցա հոգվին ցայնին, որ հարցուց կուզես մակրվի, դերոջը արյունը, մեզ ամեն մեղքի կսրբի։ Պողոս Առաքյալն էլ այդպիսի փորձարական կյանքով անցավ, ինքն էլ որպես փարիսեցի անձնական իր արդարությունը եւ երբ որ նշում է իր դիրքը, թե ինչպեսի մեկն էր ինքը, ասում է իմ հասակակիցների մեջ առաջադեմ էի ամենքից, փարիսեցի, եբրայցիներեն եւ օրենքի պահելու կողմանից անարատ էի, իր ամբողջ կյանքով ինքը նվիրված էր Աստծուն, սակայն մարդկային արդարությամբ էր, որ ինքը Աստծուն էր մոտենում, բայց երբ որ այն Տերը, որ ինքը հալածում էր, հայտնվեց նրան, ասում է այդ երկնային տեսիլքին ես աննազան չգտնվեցի, այսօր մենք կուզենք, որ մեզ դիտող ամեն մի հայորդի աննազան չգտնվի Աստծո բերած մեծ շնորհքին, Տեր Հիսուսի կատարած այդ սքանչելի փրկagorցյանը, Աստված մաննացավ, ծառայի կերպարանքով այս աշխարհի վրա ապրեց, իր առջև եղած խաչը ուրախությամբ հանձն առավ, չարչարվեց, խաչի վրա մեռավ, մեր փոխարեն գերեզման դրվեց եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ եւ նորից պիտի գա։ Այս կանչելի Տերը, որ նորից պիտի գա, մենք դիմավորելու պատրաստ գտնվենք։ Շատ շնորհակալ եմ, որ մտի գրիք մեզի մասնավոր կերպով խոսքս պիտի ուղեի դիգիններու, օրիորդներու, որոնք մտի գրին այս հաղորդման, սրտիս բոլոր փափակն է, ծեր իբրև քույրը, որպեսի թուգալ դերոջը կակ, եւ բարձ հավատքով խնդրեք եւ ասեք Տեր Հիսուս քեզի կուքամ, ես ագուզեմ ունենալ այս փրկությունը, որու մասին լսեցի այսօր, մեղքերսները եւ զիս քեզի զավակրե, ամեն։ Ամեն։ Մարիկույր շնորհակալ ենք ձեր մասնակցության համար, Տերը թող ձեզ մեծապես օրհնի եւ մեր սիրելի հեռուստադիտողներին էլ ասենք Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի, ամեն։ Ամեն։ Ամեն։